Գյումրիի 7 վերք եկեղեցում տեղի ունեցած պատարագից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց նորամուծություն մտցնել պատարագի կարգում։ Նրա կարծիքով Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը երգչախմբի կատարմամբ պետք է հնչեցնել եկեղեցիներում նախքան արարողության մեկնարկը, իսկ եկեղեցիների մուտքի մոտ կամ դրսում դնել Հայաստանի Հանրապետության պետական դրոշը։ Ֆակտոր TV-ն մայրաքաղաքում անցկացված հարցմամբ փորձել է հասկանալ, թե ինչպես են քաղաքացիները վերաբերվում Փաշինյանի այս դիրքորոշմանը։ Եկեղեցում օրհներգ հնչի Ինձ թվում է սխալ է։ Թող ինքը մի հատ պարզաբանի դրա իմաստը որն է, էլի, բոլորին։ Հետո խորհրդակցվի հոգևորականների հետ։ Ոչի վատ բան դրանում չեմ տեսնում։ Ճիշտ ասած, ես տեղյակ չեմ, թե ինչը երբ է կատարվում։ Ամեն դեպքում Փաշինյանը շատ սխալ տարբերակներով առաջ գնում։ Նման բաները չի դարբերում։ Եկեղեցին իր գործը բդենե, մնացածն էլ իրանց գործը։ Ոչ մեկն իրավունք չունի, վաղուց եկել էր օտենցել։ Դա անհասկանալի է այդ բոլորը, որովհետև այդքան կարևորություն չունի այդ ամեն ինչը։ Շատ ավելի կարևոր է մնացած բոլոր հարցերը, ինչ որ վերաբերում է անվտանգությանը։ Փաշինյանը շատ հեռու է եկեղեցուց, Աստծուց։ Շատ հեռու, նա այդ իրավունքները թող իրան չվերապահի։ Ու ազգինել սենց խայտարակ չանի։ Ինձ ենքան քիչ հատակ շքրում, լուրջ եմ ասում։ Մոհամմադ Սալայի սկանդալը Լիվերպուլում ավելի հետաքրքիր է, քան եկեղեցական սկանդալները։ Շատ նորմալ, ինչ կա դրա մեջ, ոչ մի բան չկա։ Այսինքն կարող է օրհներգը հնչել պատարագից առաջ, դրոշ դրվել ներսում կամ մուտքի մոտ։ Բայց ինչի ոչ։ Մեր պետական դրոշն է թող դնեն։ Ինչ կա դրա մեջ։ Ոչ մի բան չեմ տեսնում։ Բայց Փաշինյանը ով է, որ եկեղեցու մեջ բան, հա առաջարկել կարա, բայց պարտադրել չի կարա։ Օրինակ ես եմ առաջարկարել։ Առաջարկ եմ արել, ասում եմ, այդ որ պետքա չամուսնանան սրբազանները, փոխեք այդ կանոնը, թող ամուսնանան էլ երեխա ունենան։ Ինչի պետքա վեհապարը երեխա չունենա կամ կին չունենա։ Ես դեմ եմ։ Նա ինչ ասում է, ես դեմ եմ։ Եկեղեցում հայրները պետք է հնչի։ Ոչ թե օրհներգ։ No comment. No comment.